Եվ եկել եք մեր ասուլիսին, բոլորին հայտնի է, որ այսօր համապետական ընտրություններ են խորհրդարանական և արդեն կեսը, ըստ էության կեսից ավելին անցել է և մի քանի ժամից ընտրությունները կավարտվեն և արդեն կսկսվի հաշվարկը։ Ընդհանուր առմամբ մենք շատ լավ ենք գնահատում ընթացքը, արձանագրում ենք նաև, որ որոշ գործընկերներ, որոշ լրատվամիջոցներ ավելորդ աժիոտաժ են ստեղծում ընտրությունների շուրջ, գիտենք նաև նպատակները, բայց ակնհայտ է, որ բոլոր, ու չասեմ բոլոր, բայց ահազանգերի մեծամասնությունը փաստահեն չի և բոլոր են դեպքերում, երբ որ փաստերը կան, թե մենք, թե իրավապահները արձագանքում են դրան, մենք իրավական առումով մի քանի գործընթաց ենք սկսել, հիմնականում, ոչ թե հիմնականում, լռության օրվա և քարոզչության արգելքների խախտման հետ կապված գործերով, մնացածը արդեն պատրաստ ենք պատասխանել ձեր հարցերին, սիրով ունենք մոտավորապես 40 րոպե։ Պարոն Հարությունյան, ընտրությունների նախօրյակին և նաև այսօր ընդդիմադիր ուժերի գրասենյակներում, շտաբերում զարգացումներ են համատարած և դրան զուգահեռ նաև ձերբակալություններ կան։ Ընդդիմադիրներն ասում են, որ դուք դրանով խափանում եք ընտրական գործընթացը և նաև ձեր վախերի արտահայտությունն է։ Դուք արդյոք վերջին օրերի թողնելով այդ ձերբակալությունը, որովհետև նոր չէ, փաստական հենց երեկ չպարտախել փաստական հիմքերը։ Ինչու եք հենց ընտրությունների օրը և դրա մեկ օր առաջ, դրանից մեկ օր, երկու օր առաջ նման գործընթացներ սկսել։ Ես վստահ եմ, որ դուք շատ երկար ժամանակ լուսաբանում եք Հայաստանի ներքաղաքական կյանքը։ Եվ ընտրակեղծարարները այդպես մի հատ բնավորություն ունեն։ Նախապատրաստելու գործընթացները, իսկ աշակները բաժանելու վերջին օրերին և վերջին ժամերին։ Բայց ձեր պնդումը նրա մասին, որ մենք այդ ամեն ինչը և իրավապահները թողել են վերջի պահին, ճիշտ չէ, որովհետև դուք ուրեմն լսել եք տասնյակ ձայնագրություններ ձերբակալությունների, որոնք հանդիսացել են ձերբակալությունների և կալանքների հիմք։ Ես եթե չեմ սխալվում, մի քանի տասնյակ գործ կա հարուցված արդեն։ 200 ձերբակալված անձ կա։ Եվ ըստ էության բոլոր այս թվերը, եթե դնում ենք իրար կողք, դա վկայում են մասին, որ ձեր պնդումը, որ մենք թողել ենք այս ամենը վերջին պահին և իրավապահները վերջին պահին են գործում, իրականության չի համապատասխանում և նման պնդումներ նաև անում են քաղաքական ընդդիմախոսները, որովհետև ակնհայտ է, որ և մթնոլորտը և սոցիոլոգիական հարցումները, որոնք մենք ունենք և ունենք, վկայում են այն մասին, որ իրենց վիճակը նախանձելի չէ և այսպես ասած ռետորաբանությունը, որ հատկապես կա վերջին օրերին, վկայում են մասին, որ իրենք իրենց պարտության հիմքերն են փորձելու գտնել ամբողջ այս քարոզչական ապատեղեկատվության հորձանուտի մեջ։